Ողջույն սիրելի հայրենակիցներ, օրը Կիրակի է։ Ես ուզում եմ այսօր մենք խոսենք միջազգային իրավիճակի մասին, որտեղ Հայաստանում ըստ էության որևէ բան չի կատարվում։ Իսկ միջազգային իրավիճակը բավականին լարված է, միջազգային հարաբերությունները, եւ մեր մամուլը այնքան էլ չունի դրա վերաբերյալ վերլուծություններ։ Խոսքը գնում է նախագահ Թրամփի եւ Միացյալ Նահանգների պայքարը Գրենլանդիան եվրոպական տարածքից ԱՄՆ-ին միացնելու մասին եւ սա մեծ հարված է միջազգային հարաբերություններին, մեծ կոնֆլիկտ է, հակամարտություն կարելի է ասել եւ սրա մասին մենք ունենք լավ վերլուծություններ եւ ունենք բազմաթիվ մեր հետևորդների պահանջներից։ Մենք պետք է տանք որակյալ վերլուծություններ։ Ուրեմն նախ ուզում եմ ասել, թե ինչ է Գրենլանդիան։ Գրենլանդիայի մասին շատ է խոսում։ Ես որոշակի տվյալներ եմ դուրս բերել։ Նայեք, Գրենլանդիան մենք գիտենք թարգմանությամբ կոչվում է կանաչ երկիր, այն ինքնակառավարվող տարածք է Դանիայի թագավորության կազմում։ Թագավորության 3 բաղկացուցիչ տարածքներից ամենամեծն է, որպես կղզի եւ աշխարհի ամենամեծ կղզին է ըստ էության։ Եվ նաև պետք է իմանանք նաև, որ Գրենլանդիան, որպես Դանիայի մասը, Եվրոմիության մասն է։ Այսինքն պատկերացնենք Միացյալ Նահանգները Եվրոմիությունից ուզում է մասը փոկի դարձնի Միացյալ Նահանգներ։ Ավելին, քանի որ Դանիան ՆԱՏՕ-ի, այսինքն անվտանգային աշխարհի ամենաուժեղ կառույցի, որի եւ հիմնադիր եւ ամենահզոր ուժերից մեկը Միացյալ Նահանգներն է, ՆԱՏՕ-ի անդամ է Դանիան։ Հետեւաբար Դանիայից այդ տարածքը, որ ուզում են վերցնեն, նշանակում որ ՆԱՏՕ-ի պետությունները իրար հետ ունեն կոնֆլիկտ։ ՆԱՏՕ-ի ամենահզոր անդամ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամից ուզում է տարածքը վերցնի։ Ժողովրդական լեզվով բացատրում եմ, որ մենք հասկանանք, թե ինչա կատարվում աշխարհում։ Գնանք առաջ, ինչ տվյալներ ունենք Դանիայի մասին եւ Գրենլանդիայի մասին։ Ուրեմն Գրենլանդիան գտնվում է հյուսիսային սառուցյալ եւ Ատլանտյան օվկիանոսների միջև կանադական արկտիկական արշիպելագից արևելք։ Գրենլանդիան աշխարհի ամենամեծ կղզին է։ Արդեն ասացի, շատ է խոսվում, որ այնպիսի բացառիկ հանքանյութեր կան այդ տարածքում, բայց նաև շատ է խոսվում նրա ռազմավարական, անվտանգային, ստրատեգիական տեղանքի մասին, որը Միացյալ Նահանգները պնդում է, որ իրենց շատ անհրաժեշտ է, այսինքն Միացյալ Նահանգները նախագահ Թրամփը, որտեղ դեմոկրատները տոտալ դեմ են։ Թրամփը հանրապետականները պնդում են, որ դա Միացյալ Նահանգներին շատ պետք է անվտանգության համար եւ ասում են, եթե մենք չվերցնենք, Չինաստանն ու Ռուսաստանն են վերցնելու։ Եվրոպացիները հարց են տալիս, բայց ո՞նց են Չինաստանն ու Եվրոպան Ռուսաստանը վերցնելու կամ Չինաստանը կամ Ռուսաստանը, եթե ՆԱՏՕ-ի անդամ տարածք է եւ մենք բոլորով պարտավոր ենք մեկս մյուսից պաշտպանել։ Ըստ ՆԱՏՕ-ի հիմնադիր փաստաթղթի 5-րդ հոդվածի հարձակում մեկի վրա նշանակում է հարձակում մյուսների վրա։ Բայց ինչա տեղի ունենում։ ՆԱՏՕ-ի անդամ մի երկիրը ասում է ժողովուրդ ջան, տղեկ ջան, աղբերներ ջան, եթե կուզեք, այս Գրենլանդիան մեզ պետք է։ Եվ սկսում է դիմադրություն։ Ֆրանսիան եւ Սկանդինավյան մի շարք երկրներ, Գերմանիան զորքեր են տարել տեղակայել Գրենլանդիա, որ իբր ուզում ենք պաշտպանենք Միացյալ Նահանգներին ու բացեիբաց հայտարարում են, որ մենք պաշտպանել Միացյալ Նահանգներից։ Բացեիբաց հայտարարում են, որ մենք զորավարժություններ ենք իրականացնում այնտեղ, դա ավելի է կատաղեցրել նախագահ Թրամփին, եւ ահա լուրը ճուշացավ Եվ Թրամփը ինչ հայտարարեց հենց երեք գիշեր, որ 10% մաքսատուրք է սահմանում Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ֆինլանդիայի եւ Նիդերլանդի նկատմամբ, որոնք ուժի մեջ կմնան մինչեւ Գրենլանդիայի Միացյալ Նահանգների կողմից ձեռքբերման վերաբերյալ համաձայնության հասնել է։ Գժանոց ասա։ Այսինքն ասում է, ով որ դեմ է խոսացել, այս ձեւ ձևակերպենք։ Ով որ դեմ է խոսացել մեր պահանջին, որ մենք ուզում ենք Գրենլանդիան վերցնենք, այդ բոլոր երկրների նկատմամբ ես 10%-անոց մաքսատուրքեր եմ հավելյալ սահմանում, բայց ասում եմ, եթե գործարքը տեղի չունենա, այն կդառնա 25%, այսինքն այս սպառնալիքը, այն ուժի մեջ է մտնելու փետրվարի 1-ից, այսինքն ժամկետա թողե որ եկեք խոսանք, եւ դա տեղի է ունեցել հենց այն բանից հետո, որ շատ կառուցողական, օրինակ դանիական իշխանություններն ասում են, շատ կառուցողական բանակցությունների մեջ էինք Միացյալ Նահանգների հետ, եւ տեղյակ չէին, որ նման բան կարող է լինել, անակնկալ, հոպ, դա տեղի ունեցավ։ ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսմեններից մեկը նախագիծ է ներկայացրել կոնգրես նաև, որ Միացյալ Նահանգները իրավունք չունի եւ չպետք է հավակնի Գրենլանդիան իրենը դարձնելու։ Նմանատիպ նախագիծ կա, դե հիմա չգիտենք, այդ նախագիծը կանցնի, չի անցնի, բան, այսինքն նաև Միացյալ Նահանգների ներսում կա պայքար այս process-ի դեմ, բայց նախագահ Թրամփը շատ հաստատակամ է իր որոշման մեջ եւ ասում է ժողովուրդ ջան, այս մեզ պետք է
Սա մեզ պետք է մեր անվտանգության համար, Միացյալ Նահանգների անվտանգության համար, որը հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ եւ ընդհանուր անվտանգային տարածքի մաս է, եւ բոլորն ասում են, հա, եղբայր պետքա ռազմաբազաներ դուք ունեք, ամեն ինչ կա, այնտեղ կա ռազմաբազաներ, էլի ունեցեք, ուզում եք հանքանյութեր, եկեք հանքանյութերն օգտագործեք, ասում է, չէ, ասում է, դա պետք է լինի մերը։ Հիմա կարող հարց առաջանա, լավ, Տրամպը որտեղից է սա սովորել, վայ որտեղից Տրամպի մտքով նման բան անցավ, ես ձեզ ասեմ։ Երբ որ Ռուսաստանի Դաշնությունը Ղրիմը կպցրեց իրենց, դե պարզ է դրա տակ թղթեր դրվեցին, որ հանրակրվե Ղրիմի բնակչությունն ուզում է միանալ Ռուսաստանի Դաշնությանը, բան, այս նույն բառամթերքը Թրամփը օգտագործում է հիմա։ Նա ասում է, որ Գրենլանդիայի բնակիչները ուզում են մեզ միանան։ Դրանի պատասխան հենց հիմա երեք դրանի առաջի օրը Գրենլանդիայում ցույցեր են սկսվել եւ նաեւ Դանիայում, որ ախպեր ջան, մենք չենք ուզում Միացյալ Նահանգների մասը լինել, մենք ստեի ժողովուրդն ենք, մենք ստեղ ենք ապրում, այս մեր երկիրն է, մենք չենք ուզում դառնալ ձեր մասը, բայց ինքն ասում է, չէ, ժողովուրդը ուզում է դառնալ Միացյալ Նահանգների մասից, ինչ եք խոսում։ Եվ հետ գալով Ղրիմի օրինակին ուզում եմ ասել, որ Ղրիմի թերակղզին էլի ռազմավարական ֆունդամենտալ նշանակություն ունի, օրինակ Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար, եւ նաեւ ՆԱՏՕ-ի համար է շատ կարեւոր։ Ինչ էին ասում ռուսներն այն ժամանակ, ասում են, եթե մենք չվերցնենք, այնտեղ ՆԱՏՕ-ի ռազմաբազաներ կտեղակայվեն եւ դա մեր անվտանգության համար խնդրեմ է։ Դրա համար մենք գնում ենք վերցնում ենք, գնացին, վերցրեցին առանց մեկ կրակոցի։ Հիմա անցել է քանի տարի, 12-13 տարի process-ից։ Եկել է նախագահ Թրամփը, ասում է Ժորժ ջան, մի րոպե։ Հիմա մենք ռուսների հետ խոսում ենք, ինչ որ բան ենք բանակցում ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում, եւ այդտեղ ասում են ախպեր, այդ բանը Ղրիմի հարցը չի քննարկվում, այդ մերն է, այդ Արտեմսով է գալել ենք։ Մնացածը արի քննարկենք, Դոնբասն չի քննարկվում, այդ էլ պիտի մերը լինի, բայց այնտեղ արի ինտեղ են, Զապարոժիա բան։ Խոսանք։ Ու ինքը հարց առաջանում, ասում ախպեր ջան, եթե sense կարելի էր, եւ ամբողջ աշխարհը սա այդ համակերպվել, հա, ուրեմն ինձ էլ է կարելի, բայց այդտեղ մի հատ ֆունդամենտալ բան կա։ Քաղաքակիրթ աշխարհի կանոնները, քաղաքակիրթ աշխարհի կանոնակարգը ոնց ձևակերպեմ, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված կանոնները հիմա ֆունդամենտալ ձևի փոխվում են, փլուզվում է ամեն ինչ, ծերի հայրենակիցներ, փլուզվում է։ Եվ ես չգիտեմ այս process-ը ուր կհասնի, վերջը Ամերիկան ինչ ռազմական ուժակ իրարելու հարցակվի, բայց նախագահ Թրամփն ինչ ասում, ասում է, պետք է լինի ՆԱՏՕ-ից է դուրս կգանք։ Այդ եք ասում, ՆԱՏՕ-ից էլ դուրս կգանք։ Եվ ընդհանրապես այս ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում նաև շատ փորձագետներ ասում են, պարզվեց ՆԱՏՕ-ն փուչիկ էր։ Ինչու են այդպես ասում, որովհետև Ռուսաստանը ՆԱՏՕ-ի օդային տարածքն է խախտում, ցամաքային տարածքն է խախտում, ինչ ուզում խախտում է, ոչ մի հետևանք տեղի չի ունենում։ Իրանք ուղղակի զենք են արտադրում, տալիս են Ուկրաինային։ Սա մեկ եւ մյուսը նաև փող են հավաքում ամբողջ եվրոպական տարածքով, ու Թրամփի գալուց հետո։ Եվ այդ փողը տալիս են ամերիկացիներին, ամերիկական ռազմական արդյունաբերությունը զենք արտադրում, տալիս է ՆԱՏՕ-ին, ՆԱՏՕ-ն տալիս է Ուկրաինային։ Ասում է, ասենք Բայդենի ժամանակ 360 միլիարդ դոլար փող ենք ծախսի անիմաստ։ Հիմա ասում է, ես ուղղակի փող եմ աշխատում այս պատերազմի վրա։ Չնայած ուզում եմ որ այս պատերազմը կանգնի, բանակցում եմ, բայց ես արդեն փող եմ աշխատում։ Նաև մի տվյալ էլ ասեմ, որ Գրենլանդիայի բնակչությունը 56,000 է, ասում եք աշխարհի ամենամեծ կղզին, դե մեծ մասը բնակելի չէ, ամեն դեպքում սիրելի հայրենակիցներ, սա ֆունդամենտալ հարված է միջազգային կարգու կանոնին, այն խաղացողների կողմից, ովքեր որ միջազգային կանոնակարգի շերիֆն էին, շերիֆը պետք է լինեին եւ պաշտպանեին, այդ կանոնակարգը եւ այս process-ը հենց հիմա եռում է եւ եվրոպական միության անդամ պետությունները, նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունները կանգնած են այս մարտահրավերի առաջ։ Մեծ հաշվով սա նաև ձևակերպվել է հետևյալ կերպ. Միացյալ Նահանգների պատերազմը ընդդեմ Եվրոպական միության եւ ընդդեմ հենց ՆԱՏՕ-ի։ Այսինքն Միացյալ Նահանգները ոչ հողի վրա, ոչ զենքով, բայց պատերազմ է մղում Եվրոպական միության դեմ այս process-ներով։ Նաև ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ իր փոփոխված դիրքորոշմամբ եւ այն ինչ որ տեղի ունենում մեր նման փոքր երկրները պետք է ֆունդամենտալ հետևություններ անեն։ Այսինքն Եվրոմիությունը ՆԱՏՕ-ն իր ամբողջ ստրատեգիայով, ռազմավարությամբ ամեն ինչ մշակել է, որ պաշտպանվի Ռուսաստանից եւ Չինաստանից, բայց եկել Ամերիկան ասում է, այս հողը մենք պետք է վեգալենք ախպեր։ Սա մենք պետք է վեգալենք, չի լինի։ Չենք կարա չվեգալենք, սենց է։ Կարծում եմ այսօր մենք այսքանը, բայց մի հատ հետարքիր բան կա, անկոմեդիում կա, չէ, վիդեոբոց։ Մի հատ վիդեոբոց եմ հայտնաբերել առավոտվա է, էլի։ Սա էլ նայենք իրար հետ ու նոր Բայց մենք գիշեր չենք քնել։ Ամբողջ գիշեր շոշն ենք ելել։ Եկեղեցու հայաթը եւ ճանապարհ։ Լրիվ, ամբողջ գիշեր։ Որտեղ ես։ Հետո եք մտել։ Ուրեմն
Չարենցավան քաղաքի կոմունալի աշխատակից է, տիկին է, բավականին տարեց եւ նա շատ անկեղծ մտածում է որ լավություն է անում Նիկոլ Փաշինյանին, շատ անկեղծ ասում է Նիկոլ Փաշինյանի գալուց առաջ ամբողջ գիշեր փողոցը մաքրել են որ Նիկոլ Փաշինյանը գա փողոցը մաքուր լինի։ Սա ի՞նչ է ժողովուրդ ջան, սա ժողովրդավարության մասին է, սա ինչի մասին է, սա իրավունքի գերակայության մասին է, սա ժողովրդավարական առաջնորդության մասին է, թե սա ասենք տես փոքր տես ինչ-որ բռնապետիկական բան է, չգիտեմ, հայերեն դե բառն չի գալիս։ Սա ինչ է։ Սա ինչ խայտառակություն է, սա ինչ ամոթ է։ Գնացել հիմա Չարենցավանում իրանց պատարակն են անում, թեմային ես չեմ արձագանքում, բայց աշխարհում նայեք ինչա կատարվում, չէ՞, ինչի մասնիկ մենք խոսում քիչ առաջ, ու ինչ են անում մեր իշխանությունները։ Տարեց մարդկանց հանել են փողոց, ամբողջ գիշեր ձունը մաքրել տվել, որ Փաշինյանը գալիս է պատարակի։ Էս եք դուք։ Խնդրում եմ տարածել տեսանյութը, սիրելի հայրենակիցներ, լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։